Բարև բոլոր նրանց, ովքեր դիտում են մեզ, այսօր մենք զրուցելու ենք շատ հետաքրքիր մի թեմայի մասին, շատերը բժշկի դիմելից ունենում են այլ խնդիրներ, լրացուցիչ խնդիրներ, քանի որ այստեղ կարող է բժիշկը սխալվել, այո, բժիշկը նույնպես կարող է սխալվել, թեպետ սա մենք համարում ենք այն մասնագիտություններից, որտեղ պարզապես սխալվել չի կարելի։ Բայց փաստը մնում է փաստ եւ մենք շատ հաճախ լսում ենք, որ այսինչ վիրահատության արդյունքում լրացուցիչ հիվանդը ձեռք բերեց այսինչ խնդիրը եւ այլն։ Տեսնենք թե ինչպես են մեկնաբանում բժիշկները տվյալ դեպքում Իզմիրլյան բժշկական կենտրոնի ընդհանուր եւ լապարասկոպիկ վիրաբուժության բաժանմունքի վարիչ եւ Երևանի պետական բժշկական համալսարանի որովայնային վիրաբուժության ամբիոնի դոցենտ Հրաչյա Բաղդասարյանը։ Տեսնենք ինչպես է մեկնաբանում բժշկի սխալը։ Բարև բժիշկ։ Բարև ձեզ։ Մի փոքր պետք է այսօր անկեղծանաք մեզ հետ, քանի որ խոսելու ենք հիվանդի, իշահիվանդի, նրա տեսանկյունից, իհարկե նաեւ հետո կանդրադառնանք հիվանդի կողմից, այո, թույլ տրված սխալներին։ Եվ այսպես բժիշկը որն է այն ամենահաճախ տարածված սխալները, որ կարող է բժիշկը թույլ տալ վիրահատության ընթացքում։ Շատ դելիկատ թեմա է եւ բժշկական սխալ հասկացությունը գրականությունում տարբեր տեսաձևով է ինտերպրետացիա արվում։ Որպես նախաբան ես ուղղակի կարճ ուզում եմ ասել, որ բժշկական սխալի հավանականությունը ճիշտ այնքան է, ինչքան որ ցանկացած այլ մասնագիտության մեջ, որտեղ աշխատել երկար տարիներ եւ բաց չթողնել որևէ սխալ, պրակտիկորեն անհնար մի բան է։ Այլ բան է, որ բժշկական սխալը շատ ավելի թանկ արժի, որովհետև կապված է հիվանդի առողջության եւ կյանքի հետ, եւ դրան համապատասխան բժշկական սխալները հասարակության կողմից ընկալվում են շատ ավելի սուր, քան թողներ են ինձ այլ մասնագետները, բայց այլ մասնագիտություններում թույլ տրված սխալները։ Պետք է ասեմ, որ ըստ գրականության տվյալների, անգամ Միացյալ Նահանգներում եւ զարգացած արևմտյան երկրներում բժշկական սխալների թիվը լավագույն կլինիկաներում անգամ չի իջնում 7-9%-ից։ Եվ ավելին ասեմ, Միացյալ Նահանգներում կա ստատիստիկա, որ բժշկական սխալի հետևանքով տուժածների թիվը ավելին է, քան ավտոճանապարհային տրանսպորտային պատահարներից տուժածների թիվը։ Սա ինչ է նշանակում։ Սա նշանակում է, որ ամեն մարդ սխալական է։ Այստեղ հարցը գնում է սխալի արժեքին, ոչ նյութական իմաստով, բնականաբար։ Բժշկական սխալը ունի բազմաթիվ պատճառներ, որոնցից սուբյեկտի բժշկի անձի հետ կապված սխալը կազմում է ընդհանրապես բժշկական սխալների ոչ մեծ մասը։ Բժշկական սխալները պայմանավորված են ոչ ճիշտ ախտորոշմամբ, բուժման, այդ թվում վիրահատության ընթացքում բաց թողնված սխալների եւ նաեւ հիվանդության պրոֆիլակտիկայի եւ հիվանդի խնամքով պայմանավորված սխալներ կարող են։ Նաեւ ուզում եմ ասել, որ բժշկական սխալը բնութագրվում է, եթե ասում ենք բժշկական սխալ, սա իր մեջ իրավաբանական կոնտեքստ չի պարունակում, որովհետև բժշկական սխալ դա նշանակում է սխալ, որը կատարվել է, միանգամից բացառում եմ միտումնավորը, տեսականորեն միգուցե դա հնարավոր մի բան է, բայց ես իմ 40 եւ ավել տարիների ընթացքում միտումնավոր բժշկական սխալի չեմ հանդիպել իմ գոլեգաներով։ Եվ նաեւ մենք անգամ սխալի արկայության դեպքում դա չենք համարում հանցանք, քանի որ սխալը տեղի է ունենում ոչ միտումնավոր եւ բժշկի, այսպես ասենք, բարեխիղճ անտեղյակության, մոլորության հետևանքով։ Այսինքն հիվանդ բժիշկը իր գործողությունները կատարել է համոզված լինելով, որ ինքը ճիշտ է անում, բայց իրականում այդտեղ սպրդում է սխալ, որը պատճառները որոնք կարող են լինել։ Հետաքրքիր։ Բժշկի գերհոգնածություն։ Պետք է անպայման հոգեհուզական վիճակ բժշկի։ Ես հասկանում եմ, որ հիվանդի եւ իր հարազատների համար սխալի կայանալուց հետո դա որևէ նշանակություն չունի, բայց քանի որ
բժշկական սխալը բացառելը ուղղակի հնարավոր չի, ուրեմն մենք պետք է կարողանանք աղբյուրները վերհանել եւ աշխատել հետագայում այդ սխալների մինիմալիզացիայի ուղղությամբ։ Եվ դրանում շատ կարևոր է բուժպերսոնալի, բժշկի, հատկապես վիրահատող բժշկի ֆիզիկական եւ բարոյահոգեբանական ազատությունը, աշխատանքային ժամերի կարգավորելը։ Այսինքն նրան Փորձը ցույց է տվել, որ բժշկական սխալների գերակշռող մեծամասնությունը կատարվում է, այսպես ասենք, հոգնած անքուն վիճակում աշխատանքի ժամանակ։ Դա նույնպես ապացուցված փաստ է։ Ուրեմն սա մի ֆակտ է։ Գերհոգնածությունը կարող ենք ասել։ Ինչպես։ Գերհոգնածությունը։ Գերհոգնածությունը, ելի եմ ասում, եւ ֆիզիկական, եւ բարոյահոգեբանական։ Սա ընդհանրապես պատճառներից մեկը։ Կան բազմաթիվ այլ պատճառներ։ Նորից կրկնեմ, սխալը միայն վիրահատության ժամանակ թույլ տրված սխալը չէ։ Նաև բուժման ընթացքում, դեղորայքային ընտրության ընթացքում այս բոլոր սխալները պետք է առանձին վերլուծել, դրա համար ամեն կոնկրետ սխալի ժամանակ խնդիրը կայանում է նրանում, որ ոչ թե դատապարտել բժշկին, այլ վերհանել պատճառը եւ մաքսիմալ հասնել նրան, որ հետագայում այդ սխալները չկրկնվեն։ Մի բան եմ ուզում անպայման նշել, սա շատ կարևոր է էթիկայի եւ դեոնտոլոգիայի տեսանկյունից։ Հիվանդը իրավունք ունի տեղեկացված լինել իր բուժման ընթացքում տեղի ունեցած սխալների մասին եւ դա նպաստում է փոխադարձ վստահությանը եւ թույլ տրված, այսպես ասենք, սխալը ինչ ուղղելու համատեղ ջանքերով։ Բժիշկը անում է երբեմն հետո է պարզվում, որ բաց է թողնվել սխալ։ Հիվանդը մտնում է հիվանդանոց եւ նա ուզում է ստանալ ժամանակակից բարձրակարգ եւ միաժամանակ անսխալ բժշկական օգնություն։ Հավատացեք, որ ոչ պակաս դա ցանկանում է նաեւ բուժպերսոնալը, հատկապես բուժող բժիշկը։ Այո։ Պարոն Բաղդասարյան, հաճախ հիվանդին շատ քիչ է լսում բժիշկը, սա նույնպես պացիենտների, գանգատների մեծ մասն է եւ հենց ուշադիր չլսելով, շատ հակիրճ լսելով, այսպես հպանցիկ լսելով, միգուցե շատ կարեւոր բաց թողումներ է այստեղ տեղի ունենում։ Այս առումով որքանով է կարեւորում հիվանդի հետ պատշաճ զրույց անցկացնելը։ Ասպեկտներից մեկը հիվանդի մաքսիմալ տեղեկացված լինելն է իր հիվանդության, ախտորոշման, դրա օբյեկտիվության մասին, սպասվելիք բուժման մասին, հետ վիրահատական ընթացքի մասին։ Հիվանդը պետք է պատշաճ տեղեկացված լինի։ Բայց ես, տեսեք, հիմա ես բժիշկ եմ եւ եթե ես հակառակ կողմը ասեմ, կարող է բուժառուի կողմից ճիշտ չընկալվեմ։ Բժշկական սխալների ճակերտավոր մեջ մի բավականին մեծ պլաստ կա հիվանդների մեղքը։ Ճակերտավոր մեղքը, չեմ ասում դա մեղք է, բայց մենք հաճախ ենք շփվում դեպքերի հետ, երբ որ այն ինֆորմացիան, որ հիվանդը կարող է եւ պարտավոր է տալ բժշկին, որին վստահել է իր առողջությունը, երբեմն միտումնավոր, երբեմն ամաչելուց, երբեմն ուղղակի անփութության, մոռանալու պատճառով չեն տրամադրում բժշկին ինֆորմացիա, որը հետագա բուժման, ախտորոշման համար շատ կարևոր նշանակություն կարող է ունենալ։ Հատկապես վտանգավոր է այդ միտումնավոր թաքցնելը։ Հաճախ մենք այդ թաքցրածը բացահայտում ենք։ Այնպես որ այստեղ հիվանդի կողմի անկեղծությունը բժշկի հետ պակաս կարևոր չի, բայց իհարկե նաև չեմ բացառում, որ այսօր այս տեխնիկայի զարգացման դարում նաև երբեմն բժիշկը հիմնվելով գործիքային հետազոտության մեթոդների տվյալների վրա քչացնում է անձնական շփումը հիվանդի հետ, որը խիստ կարևոր է։ Ուզում եմ շատ խոսել նաև բժշկի բացակայության մասին հիվանդի կյանքից ընդհանուր վիրահատությունից հենց հետո։ Շատերը մինչ այդ ակտիվ կապի մեջ են բժշկի հետ, բայց նշում են, որ վիրահատությունից հետո այլևս նրան այդպես էլ չտեսանք։ Այսինքն բժիշկը այդուհետ չհետաքրքրվեց, ինչպես է հիվանդի առողջական վիճակը, լավացման process-ը, միգուցե եւ ամեն ինչ լավ է, նա տեղյակ է, բայց հոգեբանորեն պետք է ներկա լինի։ Ինչպես է գնահատում այս կապը վիրահատության
վիրահատությունից հետո որպես սիրված վիրաբույժ։ Տեսեք, էլի դա ունի երկու կողմ հարցը։ Մի կողմից հիվանդի տեսանկյունից ես հասկանում եմ, որ հիվանդը ապահով կզգա, եթե հիվանդը վիրահատությունից հետո առնվազն առաջի երկրորդ օրը նստի իր կողքին։ Կամ օրվա մեջ այցելի 2, 3, 4, 6, 8 անգամ։ Դա հիվանդի կողմից ընկալելի մարդկային զգացմունք է։ Բայց հավատացեք, որ վիրահատությունից հետո հիվանդների հետ վիրահատական ընթացքին հետևելու, խնամելու ամբողջ process-ը նույնպես, այսպես ասենք, պրոտոկոլիզացված է եւ հիվանդը մշտական հետվիրահատական հսկողության տակ է անկախ անձերից։ Եվ եթե բժիշկը, ես երբեմն իմ հիվանդներին զգուշացնում եմ, ասում եմ վիրահատությունից հետո, որ կարթնանաք եւ առաջիկա մի քանի ժամը ինձ չեք տեսնի, հանկարծ չկարծեք, որ ձեր մասին ես մոռացել եմ։ Ես վիրահատարանում մյուս վիրահատությունն եմ։ Այսինքն սա էլ է պետք հասկանալ, բայց դրա համար կան նաեւ այլ բժիշկներ, երիտասարդ բժիշկներ, օգնողներ, բժշկի օգնականներ, հետվիրահատական շրջանում հաճախ հիվանդները գտնվում են հետվիրահատական ռեանիմացիոն բաժանմունքում եւ մշտական մոնիտորինգի տակ է նրանց կենսական կարևոր ֆունկցիաները, բուժքույրերի հսկողության տակ են, պլյուս բժիշկները։ Հավատացեք իմ խոսքին, որ դա շատ տարածված չէ եւ դա ես ասում եմ ոչ միայն իմ անունից, այլև իմ գոլեգաների անունից, որովհետեւ համենայն դեպս Երևան քաղաքի բոլոր առաջատար կլինիկաներում աշխատում են կամ իմ ընկերները, կամ իմ գոլեգաները, որոնց հետ մենք մշտական կապի մեջ ենք։ Այո, եւ ես վստահորեն եմ ասում, որ դա չեմ կարող համարել տարածված երևույթ։ Չափազանցված։ Այո, բժիշկ եւ ամենադաժանը, որ պետք է խոսենք բժշկի սխալից, դա այն է, վստահ եմ չեք ասի, որ չեք լսել այսպիսի դեպք ձեր գոլեգաներից, որ վիրահատելիս, ասես, մարդու օրգանիզմի մեջ թողնում են լաթի կտորներ, գործիքներ, սա շատ լսում ենք։ Միգուցե շատ տարածված չէ, բայց իրականում պատկերը այնպիսին է, որ կա եւ ժամանակ առ ժամանակ լսում ենք այսպիսի դեպքեր։ Այստեղ բժշկի անփութությունն է, թե կա մի իրավիճակ, որում ասես չեն հասկանալի է, որ չեն նկատել այդ գործիքը, ինչպես է դա տեղի ունենում շատ ցավոտ եւ տարօրինակ թվացող մի դեպք։ Շատ ցավոտ դեպք է, բայց հասկանում եք, կա մեծ թվերի օրենք ընդհանրապես եւ շատ տարօրինակ ես դա չէի համարի։ Հիմա եթե ես ասեմ, որ իմ 80, համարենք մեկ թվից, 45 տարվա վիրաբուժական գործունեության ընթացքում անձամբ ինձ հետ նման բան չի պատահել, կստացվի, որ գլուխ եմ գովում։ Բայց իրականում չի պատահել, բայց ես չեմ համարում, որ ես ում հետ որ պատահել է, նրանից ավելի լավ վիրաբույժ եմ։ Իմ բախտը բերել է այդ առումով։ Բայց նաև այսպիսի մի խոսք կա, որ մեծամասամբ բերում է այն մարդկանց բախտը, ովքեր իրանք են այդ բախտը կրում։ Հասկանում եք։ Եվ իհարկե ամփոփությունը վիրաբույժներին բնորոշ գիծ չի։ Ես մի քիչ առաջ բժշկական սխալի պատճառների մեջ ասելուց ասեցի բժշկի հոգեբանական, ֆիզիկական վիճակների մասին, թե ինչ վիճակում է վիրահատությունը կատարվում։ Եւ ամեն առանձին դեպք, երբ որ լինում է, բժիշկը ինքը հավատացեք, որ բավականին ծանր ողբերգություն է ապրում եւ սկսում է հետ գնալով հետընթաց ռետրոսպեկտիվ վերլուծել, թե ոնց դա տեղի ունեցավ, որովհետեւ բնականաբար դա միտումնավոր չի արվել, ուրեմն ստացվում է, որ ոչ միտումնավոր ամփոփություն անգամ չեմ կարող ասել, պատահականություն է դա, որը եթե մի բժշկի կյանքում կրկնվում է երկրորդ, երրորդ անգամ, այստեղ արդեն լուրջ խնդիր կա մտածելու։ Շատ լավ եմ գիտակցում։ Պրոֆեսիոնալ բժիշկը սխալվել։ Դա հմտության հետ է կապված, թե անփորձ լինելու հետ է կապված, թե իրավիճակի թելադրանք։ Տեսեք, կատակով ասում են փոքր վիրաբույժները բաց են թողում փոքր սխալներ, մեծ վիրաբույժները մեծ սխալներ։ Երբեմն բժշկական սխալի են վերագրում ի սկզբանե ծանրագույն հիվանդությունը, որի դեպքում բարդությունների եւ մահացության տոկոսը շատ բարձր է։ Մեկ չեն հաշվի առնում այն, որ բժշկագիտությունը ունի թույլ տեղեր
եւ շատ հիվանդություններ կան, որոնք առ այսօր համաշխարհային մասշտաբով բժշկագիտությունը ամենազոր չէ։ Եվ նման բարդությունների եւ վատ ելքերի դեպքում նույնպես հասկանալի պատճառներով առանց մեղադրանքի եմ դա ասում։ Հիվանդը եւ հարազատները եթե իրենց ակնկալած բուժական արդյունքը չեն ստացել, շատ դժվար է իրանց համոզել, որ այստեղ բժիշկի մեղքը չկա։ Հավատացեք, որ մեծամասամբ դեպքերը պայմանավորված են հենց դրանով։ Բժիշկին մեղադրում են մեղքի մեջ, որը չունի բժիշկ։ Անկամ մեղք բառը այստեղ օգտագործելը ճիշտ չէ, որտեղ մեղքը ենթադրում է իրավաբանական պատասխանատվություն։ Բաց թողում սխալ։ Ինչ որ բան բուժման process-ում չգնաց այնպես, մեղավոր են բժիշկները։ Հիվանդը մահացավ, բժիշկները սպանեցին։ Հավատացեք, որ այդ արտահայտությունը շատ տարածված է։ Ես դրա համար եմ օգտագործում կոպիտ արտահայտություններ, որոնք ժողովրդի մոտ ընդունված է, օգտագործվում է, ուզում եմ մարդը վշտի մեջ կարող է կոնտրոլից դուրս գալ ասել, եւ հիմա ստապ վիճակում ուզում եմ ասել, որ պետք է խորանալ պատճառների մեջ, եւ անգամ հայտնաբերելուց հետո բժշկական սխալը պետք չի բժշկին հանցագործ դարձնել։ Ընդհակառակը պետք է ամեն ինչ անել, որպեսզի հետագայում բացառել նման բացթողումներն ու սխալները այլ պացիենտների համար։ Շնորհակալ եմ պարոն Բաղդասարյան ձեր ժամանակը մեզ հատկացնելու համար եւ անկեղծ զրույցի համար։ Շատ հետաքրքիր էր այն թեման, որի շուրջ դուք ներկայացնում եք հետաքրքիր մանրամասներ։ Ես էլ եմ շնորհակալ հրավերի համար։ Մաղթենք մեր եւ բոլոր բուժարուներին եւ բոլոր բժիշկներին անսխալ աշխատանք եւ առողջացած պայծառ ժպիտով հիվանդանոցից հեռացող պացիենտներ։ Շնորհակալ եմ նրանց փոխարեն նույնպես հարգելի հեռուստադիտողներ, դե ինչ բժշկի սխալի մասին կարծում շատերիդ էր հետաքրքիր լսել հենց վիրաբույժից։ Իսկ ես զրուցում եմ Իզմիրլյան բժշկական կենտրոնի ընդհանուր եւ լապարասկոպիկ վիրաբուժության բաժանմունքի վարիչ, ինչպես նաեւ Երևանի պետական բժշկական համալսարանի բորովայնային վիրաբուժության ամբիոնի դոցենտ Հրաչյա Բաղդասարյանի հետ։ Ողջույն առողջ սպորտի բոլոր սիրահարներին եւ բոլոր մարզասերներին։ Ես գտնվում եմ Հիլ սպորտային համալիրում եւ եկել եմ մարզվելու։ Հիմա տեսնենք, թե մարզիչ Հայկը ինչ սխալներ կգտնի այս մարզասարքից օգտվելիս։ Տեսնեմ, որ մարզասարքը մարզում են հիմնականում կրծքավանդակի մկանները եւ այն հիմնականում կատարում են տղամարդիկ շատ ծանր քաշերով։ Դե իսկ կանեք նույնպես ճիշտ այն կատարեն։ Ինչ կասեք։ Հիմա մի քիչ փորձել ենք քիչ ուղում կատարել։ Ահա։ Թիակները պայել մի քիչ ավելի հետ։ Հետ։ Կրծքավանդակ ավելի բարձր, ուսերը ավելի հետ պահած։ Մի քիչ այս դեպքում մի քիչ ավելի ուղղելու ենք ձեռքը։ Դանդաղ բացելու ենք։ Ահա։ Մինչև որ հատվածն ենք բացում։ Այսքան։ Ավելի շատ պետք չէ տանել ձեռքը։ Ու ավելի ուսերը հետ պահած։ Այսպիսի մարզվողներ ես տեսել եմ, սա սխալ է, որ մինչ վերջ ձեռքը բացում են։ Չէ, սխալ չէ, երբ որ միջև վերջ տանում ենք հետ, փորձում ենք մկանը մաքսիմալ ձգել։ Ահա։ Նոր սկսում ենք արդեն կրծքել մկանը։ Ահա։ Ճիշտ է այսքան։ Մեկ վայրկյան ֆիքսելու եք։ Ահա։ Այսպես ուսերը հետ։ Ահա։ Ուսերը հետ տիկունքը վերև։ Դանդաղ բացվեց։ Այո։ Սա նաև կեցված է ձևավորում, ես կասեի, ճիշտ է։ Խնդրեմ ներկայացրեք, Հայկ, թե այս մարզանքը սխալ կատարելու դեպքում ինչ մարզասարքը նախատեսված է կրծքամկանը մարզելու համար։ Սխալ մարզելու դեպքում կարող են աշխատել ուսերը։ Այո։ Երբ որ ուսերը մենք հետ չֆիքսենք։ Ահա։ Եվ պետք է պարտադիր ֆիքսվի, մեկ վայրկյան ֆիքսվում է եւ զիջող ուժը, այսինքն նեգատիվ ֆազան ավելի դանդաղ։ Ահա։ Կխնդրեմ հիմա դուք ցույց տաք, թե շատ գրագետ եւ ճիշտ կատարելը որն է այս դեպքում։ Հարգելի հեռուստադիտող, ինչպես տեսնում եք, մարզիչը ցույց է տալիս ճիշտ եւ լավագույն ձեռք կատարելու։ Այսպես թիրախավորում ենք կրծքամկանի մկանները։ Աշխատում է ողջ կրծքավանդակի հատվածը, այո, թե միայն կրծքային։ Կրծքային հատվածը եւ հարակից մկաններն
ես, այո։ Օգնող մկաններն են։ Մեջքը այս դեպքում որևէ մարզվում է։ Մեջքը մի փոքր լարված դիրքում է գտնվում, սակայն հիմնականում աշխատում են ուսի մկանները եւ դոշի։ Իսկ ինչ կասեք այ բազուկների, թևերի։ Բազուկները մենք մարզում ենք մեկ ուրիշ մարզասարքով։ Սա կարող է նաև դա ձգել։ Չէ, նու լարված է հիմնականում մկանը, որոշակի ձգում։ Որոշակի լարվածություն ունենում է իր վրա, բայց հիմնականում աշխատում են կրծքավանդակի մեջ։ Ահա, շնորհակալ եմ։ Շնորհակալ եմ։ Էլ ինչ մարզումներ առանց ջուր խմելու։ Այնպես որ ֆիտ ջրեր, ճիշտ ջուր խմելու ժամանակն է, մարզվելիս պարտադիր մի քանի կում պետք է ընդհատ խմել մարզման ընթացքում, որպեսզի օրգանիզմը չհասցնի ծարավել, չորանալ եւ սպառել իր ջրային բոլոր ռեսուրսները։